Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոտինին ընդգծել է երկու երկրների բազմաշերտ կապը Սփյուռքի ասոցիացիաների եւ ձեռնարկությունների միջոցով։ Նա նշել է, որ կա համատեղ ցանկություն պետության միջնորդությամբ ձևավորել երկխոսություն ռազմավարական առաջնահերթությունների շուրջ աշխարհաքաղաքական գործընթացներին ազդեցություն ունենալու նպատակով։ Դեսպանը հիշեցրել է, որ Գորիսում կրկին միավորվելն արտահայտում է Ֆրանսիայի հետևողական աջակցությունը Հայաստանին, թե պետական, թե հասարակական մակարդակով։ Իհարկե մեծ կապ կա Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև, այն բազմաշերտ է, Սփյուռքը, ասոցիացիաները, տարբեր կազմակերպությունները, բայց նաեւ ցանկություն կա այս բոլոր դերակատարների, նաեւ պետության հետ կապի միջոցով երկխոսություն ունենալ ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ, այսինքն բացահայտել, թե ինչպես կարող ենք մենք մեր առանձնահատկությունները հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադարձությունների վրա ազդեցություն ունենալ։ Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված գործակցության 5-րդ համաժողովը։ Հայաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ բարձր են գնահատում Ֆրանսիայի աջակցությունը մեր ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, երկկողմ եւ եվրոպական ձևաչափով Ֆրանսիայի ցուցաբերած օժանդակությանը Հայաստանի պաշտպանական կարողություններին։ Կոստանյանն անդրադարձել է նաեւ խաղաղության համաձայնագրին եւ նշել, որ վերահաստատում է, որ Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել, հետագայում նաեւ վավերացնել այն։ Կարող եմ վստահեցնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ եւ ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում։ Տիկնակ եւ պարոնայք, Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումնիկում եւս խաղաղության եւ համագործակցության հստակ ուղերձ է պարունակում։ Ռուսաստանի բանակցային թիմը ժամանել է Ստամբուլ։ Հունիսի 2-ին նախատեսվում է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը, ըստ տեղեկությունների հանդիպումը կկայանա Չիրաղան պալատում։ Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Սրեդնի ավանում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են զորամասի վրա, այս մասին հայտնել է մարզպետ Կոբզեևը տելեգրամյան ալիքում։ Դեպքի վայր են ժամանել օպերատիվ եւ ուժային ծառայությունները, սա առաջին դեպքն է, երբ ԱԹՍ-ները գրոհել են Սիբիրը։ Իսրայելական զորքերը կրակ են բացել Գազայում մարդասիրական օգնություն ստացող մարդկանց վրա։ Կա 40 զոհ, պնդում են որոշ իրանական լրատվամիջոցներ։ Հաղորդվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Ռաֆահում գտնվող ամերիկյան օգնության բաշխման կենտրոնի վրա, որտեղ խաղաղ բնակիչները հավաքվել էին պարեն ստանալու համար։ The Wall Street ժուրնալի հաղորդմամբ Սպիտակ տունը կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը։ Սպիտակ տունը չի հերքել այս տեղեկությունը, սակայն նշել է, որ պատժամիջոցների հարցում որոշումները կհայտարարվեն պաշտոնապես։ Վերջին պատժամիջոցները սահմանվել էին մայիսի 21-ին, որից հետո նոր սահմանափակումները մի քանի անգամ հետաձգվել են։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ, քննարկել են Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված հարցեր։ Լավրովն ու Ռուբիոն մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակում այդ ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերող հարցերի շուրջ, այդ թվում Ստամբուլում ընթացող ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսման ծրագրերի մասին, ասված է հայտարարության մեջ։ Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակողմյան թեկնածու Կարոլ Նավրոտսկին առաջ է անցել վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակության լիբեր թեկնածու Ռաֆալ Տշասկովսկուց։ Պաշտոնական արդյունքների համաձայն ընտրատեղամասերի գրեթե 4/5 քվեաթերթիկների հաշվարկով աջ պոպուլիստական օրենք եւ արդարություն կուսակցության աջակցությունը վայելող Նավրոտսկին ստացել է 52.7, իսկ Տշասկովսկին 47.3%։ Փայլուն արդյունք, որը կմնա պատմության դասագրքերում, Զելենսկին մեկնաբանել է Ուկրաինայի անվտանգության ծառայության Ռուսաստանի Դաշնության ռազմական օդանավակայաններում ավելի քան 40 ռազմավարական ինքնաթիռների ոչնչացման գործողությունը։ Պլանավորման սկզբից մինչև արդյունավետ իրականացում տևել է 1 տարի, 6 ամիս, 9 օր։ Սա մեր ամենաերկար պլանավորված գործողությունն էր։ Մեր մարդիկ, ովքեր նախապատրաստել էին գործողությունը, ժամանակին դուրս են բերվել Ռուսաստանի տարածքից։ Ընդհանուր առմամբ օգտագործվել է 117 անօդաչու թռչող սարք, ասել է նա։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Բոլդեր քաղաքում Մուհամմեդ Սաբրի Սոլիմա անունով տղամարդը բղավել է ազատություն Պաղեստինին եւ դյուրավառ հեղուկով շշեր է նետել Գազայում պահվող իսրայելցի պատանդներին աջակցության երթի մասնակիցների վրա։ 6 մարդ այրվածքներ է ստացել տուժածներից ոմանց վիճակը լուրջ է, նրանք հոսպիտալացված են։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի պնդմամբ սա նպատակային ահաբեկություն էր։ Ֆրանսիայում ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում, ավելի քան 500 մարդ ձերբակալվել է, 2-ը զոհվել, 192-ը վիրավորվել։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո տեղի ունեցած տոնակատարությունների եւ բախումների ժամանակ Ֆրանսիայի մայրաքաղաքում եւ մյուս խոշոր քաղաքներում 100 հազարավոր երկրպագուներ փողոցներ էին դուրս եկել, երբ PSG-ն հաղթել է Ինտեր Միլանին առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգան։ Թուրքական աշխարհում ավելի ճիշտ Թուրքիա-Ադրբեջան դիվանագիտական հարաբերություններում կրկին օրակարգային է դարձել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանը Նախիջևանին կապելու հարցը։ Թուրքական աշխարհից երկուսն էլ Էրդողանն էլ Ալիևն էլ բաց չեն թողնում առիթը եւ ամեն անգամ խոսում են իրենց նկրտումների մասին։ Այս անգամ էլ Էրդողանն է Բերձորից Տունդարձի ճանապարհին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել այս հարցին։ Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն գիծ, որը տարածվում է դեպի թուրքական աշխարհ Թուրքիայի միջոցով։ Այս անցուղու կարճ ժամանակահատվածում բացումը նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքները։ Էրդողանը Իրանին է հիշատակել, թերևս ստուգելու Իրանի իշխանությունների արձագանքը։ Էրդողանը մեր հարևան Իրանից աջակցության եւ իր շահերը կյանքի կոչելու ակնկալիքներ ունի։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը եւ զարգացմանը։ Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բացված դուռ եւ միջանցք կապահովի տնտեսական շահույթ եւ ժամանակի ընթացքում կմերձեցնի երկրներին։ Թուրքական երկրներից այս երկուսին բազմաթիվ անգամ հենց Իրանի առաջնորդներն են տարբեր մակարդակով մեսիջներ ուղարկել, որ Հայաստանի հետ Սյունիքով սահմանը պատմական է եւ որ այդ հատվածում կարմիր գծելը խախտել պետք չէ։ Թեհրանը նաեւ բազմիցս զգուշացրել է այլ երկրների ոտնձգությունը Սյունիքով եւ Իրանով անցնող սահմանի նկատմամբ, ոտնձգություն է նաեւ Իրանի ինքնիշխան տարածքի հանդեպ։ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի դեպքում իրանական կողմը կարծում է, որ խնդիր չի լինի, եթե այն չխախտի Հայաստանի միջազգային իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը։ Իրանն Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով։ Այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում եւ պայմանավորվածություն կա։ Միակ երկիրը, որ շահագրգիռ է եւ օգնի մեզ հաստատման դեպքում դիմենք անպայման կաջակցի, դա Իրանն է, որտեղ ազգային անվտանգության, ռազմավարական, տարածքային ամբողջականության շահերը համընկնում են։ Իրանը բազմիցս նշել է սահմանների փոփոխությունը, Իրանի համար կարմիր կետերը միջազգային ճանաչված սահմանների փոփոխություն է, գեոպոլիտիկ փոփոխություն է, էթնիկ փոփոխություն է։ Իրանը մտահոգված է, որ հարավային Կովկասից լինի, դրա համար վերջերս շատ շեշտում է նորի տարածքային ամբողջականությունը։ Որքան էլ թուրքական աշխարհի երկվորյա եղբայրների ախորժակը բացվի հայկական ինքնիշխան տարածքով միջանցք գցելուն եւ այդ զավթելուն, աշխարհի պետություններից շատերը հիշեցնում են Էրդողանին եւ Ալիևին, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է, որպես փաստ եւ վկայություն հենց Սյունիքում բացելով իրենց հյուպատոսությունն ու ներկայացուցչությունը։ Իրանն ունի այդ դիվանագիտական նշանակություն ունեցող կենտրոնը Սյունիքում, առաջիկայում Գորիս քաղաքում իր հյուպատոսական կենտրոնը կբացի նաեւ Ֆրանսիան։ Երևանի սրտում այս շենքում ու այս բակում բազմաթիվ մեծ գաղափարներ են ծնվել։ Ռուբեն Վարդանյանը արցնանում էր դեռ լույսը չբացված։ Ընկերներն են հիշում Տաթևի վերածնունդը, Ավրորան, UWC Դիլիջան քոլեջը, որը ոչ միայն համահայկական նշանակության, այլև միջազգային մասշտաբի նախաձեռնություններ են ծնվել ու զարգացել են այստեղ։ Ու նախքան ընկերները մտերիմները կսկսեն երկխոսությունը, Ռուբենի հետ հնչում է Հորացիոն։
Երգահան բանաստեղծ Մարինա Ալեսի 17 տարի առաջ գրած այս երգը հնչել է եղբոր Ռուբեն Վարդանյանի 40-ամյակին։ Ծանր սպասում է, միևնույն ժամանակ Վարդանյանի հարազատներին հենց ինքն է հույս տալիս ու գոտեպնդում իր խոսքով, ուղերձներով, լայնախոհությամբ։ Համոզված են, նրան անգամ Բաքվի մութ ու խոնավ բանտերը չեն կոտրում, կամքն ամուր է, ձգտումը միայն դեպի բարին։ Երբ որ խոսում եմ հեռախոսով, ես ոչ մի անուն չեմ տալիս, համենայն դեպս, բայց միշտ բարևները հաղորդում եմ, ասում եմ Ռուբեն ջան, քեզ բարևում են, քո համար աղոթում են։ Ինքը ինձ ասեց, Մարին, ես դա զգում եմ, հավատացեք այն ինչ որ մենք այստեղ անում ենք հիմա, ինքը այնտեղ դա զգում է։ Հավաքվածները, որ Վարդանյանի տարիների ընկերներն են, գաղափարակիցները, նաև մարդիկ, ովքեր գուցե մեկ անգամ են հանդիպել նրան, միևնույն է, չեն դժվարանում երկխոսել բարերարի հետ, անգամ այն դեպքում, երբ նա ժամանակավորապես հեռու է։ Բաքվից հնչող ուղերձների միտքն ու ասելիքը հստակ է, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա։ Վարդանյանի համար արժեքները չեն փոխվում, առաջնահերթությունները ևս։ Վարդանյանը սովորեցնում է սեփական օրինակով։ Պետք է գործել սեփական օրինակի հիման վրա։ Միակ բանը, որ կարող ես անել, դա սեփական օրինակն է։ Այսինքն ես այսպես եմ անում, տեսեք եւ դուք էլ այդպես արեք։ Եվ նրա Արցախ գնալը շատ բանով այստեղ է, ուրեմն դրա հետ էր կապված։ Զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է։ Այս նախադասությունը 100% զուտ մաքուր Ռուբեն Վարդանյանն է։ Ավելի քան 30 տարի է Տեր Մեսրոպ Քահանա Արամյանը ճանաչում է Վարդանյանին, ասում է Վարդանյանը վտանգավոր աստիճանի համարձակ է, դրա հիմքը անսահման հավատն է, հավատ, որ ուժի ամուր վկայություն է, հոգևորականն ասում է, այն վախկոտների համար չէ, Վարդանյանը հաղթահարել է բոլոր վախերը։ Ռուբենը այդ առումով դաս տվեց եւ օրինակ հանդիսացավ ուղղակիորեն բոլորի համար։ Եթե այսօր Աստված ձեզ շանս է տվել եւ դուք ունեք հնարավորություն, ծառայեցրեք դա կրթությանը։ Տառապանքը մարդուն բուժում է ու երբ սեղմվում է օղակը, ավելի է սամրանում։ Վարդանյանը Բաքվի բանտի իր ուղերձով, արդարամիտ, մարդասեր ու հայրենանվեր գործով ապացուցում է, իր կամքի ուժը կոտրել հնարավոր չէ։ Ծնկելու մասին խոսք լինել չի կարող։ Ասում են, չէ՞ մեծ նավին մեծ ճանապարհ։ Մեծ նավի վրա մեծ քարեր են գցում։ Ռուբենին մեծ քարերով են խփում։ Համար մենք Ռուբենին պիտի մաղթենք ուժ, կորով, կարողություն, որպեսզի նա դիմակայի, որովհետև նա պիտի իմանա, որ իրեն նայում է մի ամբողջ հայություն։ Չկորցնել հավատը, ինչպես ինքը Վարդանյանը չի կորցրել, ապրել պատվով ու երբեք չխեղճանալ։ Սա է բարերար Ռուբեն Վարդանյանի պատգամը, որ պետք է ամուր պահել, մինչև կլինի արդար վերադարձ։ Երևանի հերթական ավականունիստում աթոռներին նստած էին դպրոցականներ, ավականունիստը երեխաների իրավունքների պաշտպանության թեմայի շրջանակներում դպրոցականների մասնակցությամբ էր։ Վերջին տարիներին հասարակության տարբեր շերտերում, հատկապես դպրոցական միջավայրում հոգեկան առողջության խնդիրները սկսել են ավելի նկատելի դառնալ։ Երեխաների եւ դեռահասների հոգեբանական վիճակն այսօր առավել խոցելի է, պայմանավորված կրթական համակարգի պահանջների, սոցցանցային ճնշումների, ընտանեկան խնդիրների եւ ինքնազարգացման բարդ գործընթացների միախառնությամբ։ Խնդրի լուծման համար անհրաժեշտ է համակարգային, հետեւողական եւ մարդկային մոտեցում։ Առաջին հերթին առաջարկում եմ դպրոցներում ներդրել հոգեբանական ժամ, շաբաթական 1 դասաժամ, որը պետք է անցկացվի պրոֆեսիոնալ հոգեբանի կողմից։ Հնարավոր է որոշակի առումներով կաշկանդված լինեք հենց դպրոցում գործող հոգեբանին դիմելու կամ նույն հոգեբանի սենյակ գնալու։ Աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարարությունը առնվազն Երևան համայնքում իր պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոններ ունի։ Երևանյան միջազգային բալետային 3-րդ փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 6-ին։ Թումանյանի անվան զբոսայգում կառուցվում է 8 հարկանի շենքի բարձրության բեմական ենթակառուցվածքներով, տեխնիկական հագեցվածության բալետային պրոֆեսիոնալ հատակով, հանդերձարաններով հսկայական բեմահարթակ, որը նոր խոսք եւ փորձառություն է մեր իրականության մեջ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, որ 10 օր է ինչ Գոգավանի անցակետից թույլ չեն տալիս Ռուսաստանից ներկրվող ցլիկներով բեռնված բեռնատարների մուտքը Հայաստան։ ՍԱՏՄ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշել է, որ 190 ցլիկներից բաղկացած խմբականակը ներկրվել է կեղծ փաստաթղթերով։ Հարևան երկրներում կան դաբաղի բռնկումներ եւ ՍԱՏՄ-ն պարտավոր է ստուգել բոլոր կենդանիների ուղեկցող փաստաթղթերը, որպեսզի հասկանա, թե այդ կենդանիները
փաստաթղթերը որտեղից են բերվում։ Խմբաքանակը բերվել է Ռուսաստանից, եւ մենք արդեն այնտեղի համապատասխան կառույցից ճշտել ենք, որ կենդանիներին ուղեկցող փաստաթղթերը իրենց կողմից տրված չեն եւ կեղծված են, եւ սա նշանակում է, որ խմբաքանակը անհայտ ծագման է, իսկ անհայտ ծագման կենդանիները ենթակա են կամ վերադարձի կամ ոչնչացման, նշել է Հարությունյանը։ Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը։ Մայիսի 29-ին ներքին գործերի նախարարության ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը։ Համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Պարզվել է, որ այն կատարել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը։ Պատանին հայտնաբերվել է եւ իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։